Ուզում էի մանրամասնեք նախ ինչ վարույթի շրջանակում է, ինչու հենց Գոհար Ղումաշյանը, դուք ինչով եք պայմանավորում։ Հարգելիներս, նախ շնորհակալ եմ, որ արագ արձագանքեցիք եւ այստեղ եք ներկա գտնվում։ Ընդհանրապես հենց մեր գործընկերուհու միջոցով տեղեկություն ստացանք, որ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ բարեգործության արգելքի հիմքով են հրավիրել այս պայծության բերման ենթարկել մեր գործընկերուհուն։ Նախ առաջին հերթին ակնհայտ է, որ այստեղ իրավական գործընթացի հետ բնավ գործ չեն կարող ունենալ, ասեմ ավելին, այն դրվագները, որ հայտարարում մեզ հետ կապում են, բոլորի հետ կապված իրավական այնպիսի բացահայտում զարգացումներ են եղել, նախաքննության արգելքով պայմանավորված շատ գործընթացների հետ կապված չեն կարող անդրադառնանք, բայց մի պնդում կարող եմ անել, սա մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն է։ Դուք տեսաք, մեր հանրային աջակցությունը, բազմահազարանոց հանրահավաքը ու ակնհայտ էր, որ որոշակի հետևանքներ պետք է ունենա, այդ հերթական ջղաձգումների դրսևորումներն են։ Ուզում եմ անպայման ընդգծել, որ գործընկերուհիս ունի մանկահասակ երեխա նորածին, որը ու իր ֆիզիկական ներկայությունը բալիկի մոտ անպարտադիր անհրաժեշտ է ու նաև մեր հսկայական թիմից հենց իր թիրախավորումը հնարավոր է հենց դրանով պայմանավորված է, որովհետեւ ես հիմա շատ էմոցիոնալ եմ, շատ ցավալի եմ տանում, որովհետեւ այո, հենց իր բերման ենթարկելու, հենց իր հիմա տեսնենք զարգացումները, արդյոք խափանման միջոցների միջնորդությունը ինչպիսի կլինի, գիտեք, որպես կանոն քաղաքական հետապնդումներում ամենածանր խափանման միջոցին են դիմում։ Մենք ականատես ենք լինում զուգահեռ իրականություն մեր պատանի Դավիթին, այդ պատանուն ակնհայտ անհամատեղելիությամբ խափանման միջոցի հետ հերիք չի միջնորդությունը բավարարվեց, կալանք կիրառեցին, մի հատ էլ 3 բերման ենթարկեցին, այնպես որ հենց սրա դեմ է մեր պայքարը, որ ի վերջո իրավունքը գերակայի ու մեր պետությունում մանկահասակ երեխաների մայրերը եւ պատանի աղոթող երիտասարդները նման հետապնդումների չենթարկվեն։ Թիմից միայն այո, մեր գրած ոչ, ես իր հետ եմ կնկարագրեք։ Բացի Գոհար Մելոյանից էլ Ղումաշյանից էլ մարդ կա, քնար ջան, ես էլ էի ուզում հարցնել։ Հարգելիներս, մեր գրասենյակում ենք գտնվում, ասեմ, կուսակցական գործունեությամբ պայմանավորված, գիտեք, Գոհար Ղումաշյանը անգամ մեր ըստ էության պատգամավորության թեկնածու չի հանդիսանում, առօրեական հանդիպում էր եւ հանդիպման ընթացքում տեղեկացանք, որ մոտեցել են եւ հրավիրում են ու ակնհայտ, ճիշտ ասած ակնհայտ չէր, շատ անսպասելի էր բոլորիս համար։ Կարծես ֆիզիկապես 3-4 հոգով էին, 3-4 հոգով հրավիրեցին, անգամ այն հանգամանքը հաստատ Տիկին Ղումաշյանը չէր խուսանավելու, ներկայանալու։ Այդ գործընթացը միայն որ գալիս են մի քանի հոգով, անսպասելի ցերեկով, կարող են ընդհանրապես ծանոթագիր ուղարկել, անգամ ծանոթագիր էլ չէ, որ հեռախոսազանգով իրազեկեն, անպայման մենք երևին նկատել եք, որևէ կերպով չենք խուսանավում համագործակցելուց իրավապահ մարմինների հետ, առավել եւս օրենքի շրջանակներում մնալու հանգամանքից Տիկին Ղումաշյանը կներկայանար։ Այդ գործընթացը արդեն իսկ այդ քաղաքական պրոցեսի ու քաղաքական հետապնդման դրվագ է, Հաստաբանը ով է Տիկին Մելոյան համաներողություն, որովհետեւ բարեգործության այդ արգելքի կապած ուսանողների հետ իրականացված գործունեության մասով դերևս ամիսներ առաջ նախաքննական մարմինը ստեղծան ազդակ ուղարկել էր, սա ձեզ համար նորություն է։ Հարգելիս նախաքննական մարմինը ազդակ չէր ուղարկել, ասեմ ավելին, ես համոզված եմ, որ այդ տեսանյութը չի լինելու դրվագը, հիմքը այս գործընթացի Տիկին Ղումաշյանի նկատմամբ, որովհետև այդ տեսանյութում ընդհանրապես բացահայտ կետի հանցագազմի առկայություն բացակայում էր, որովհետև Տիկին Ղումաշյանը տեսանյութում խոսել է արդեն իսկ դեկտեմբեր ամսին հրավիրված բարեգործության վերաբերյալ եւ խոսել է, որ ժամանակավորապես արկախվում է, որովհետեւ իրապես հազարավոր ուսանողներ դիմել էին ու հենց թիրախը ուսանողներն են, բայց ինչ անենք, հատուկ մեր նպատակով
փետրվարի մարտին նախանշվող հրամանագիրը նախագահի, որով պետք է նշանակվեր ընտրության օրը ու որպես կանոն դա մշտապես եղել է վերջնաժամկետին, պետք է մարտի 4 կամ 5 լիներ ըստ տեսահիրավական պրակտիկայի նշանակված 1 ամիս առաջ։ Իսկ Փաստաբանը ով է։ Մի վարքան հարցական ահա տեսեք Ժորժյան այս բայդրությամբ Վայ Միսակյանը ներգրաված, բայց մեր կարող է ընդլայնվի փաստաբանական կազմը, նոր գործընկերներ ներգրավեն եւ լրացուցիչ տեղեկատվություն կտանք, մենք էլ սրտատրոփ սպասում ենք։ Ես կրկին եմ ասում, ես լիահույս եմ, որ այս շենքի ներսում գտնվող մեր գործ, չնայած ասում եմ, ես միշտ անհույս լավատես եմ, գալիս ասում ենք, հա, ամեն անգամ լիահույս ենք դատավորը հաշվի կառնի հանգամանքները, լիահույս ենք հաշվի կառնել մանկահասակ երեխայի առկայությունը մի քանի ամսական, ասեմ ավելին, այդ նույն ձեր կողմից հիշատակած տեսանյութի հետ կապված մենք մի քիչ շատ պարկեշտ ենք էլի երևի այս քաղաքական գործընթացների հետ կապված։ Այդ օրը իմ գործընկերուհին ոչ թե իրավապահ մարմինների կողմից թիրախավորվեց, այլ իշխանամետ լրատվամիջոցների կողմից թիրախավորվեց ու իր մոտ ըստ էության վաղաժամ ծննդաբերություն եղավ այդ ստրեսից, որովհետև հենց այդ նույն գիշեր Հոգեբանական ապրումներն են։ Իհարկե, հղի կնոջը դնում են ով ընդհանրապես իրավունքի հետ խնդիր չունեցող տեսանյութ է հրապարակում, իսկ իրապես տեսանյութը որևէ կերպ հանցակազմի հետ աղերս չէր կարող ունենալ ու բոլորով սկսում են շրջանառել այդ իրանց առնչելի արբանյակ մեդիաներով, դեղին մեդիաներով, որ հանցակազմի կալանավորը եւ այլն այդ ստրեսից հենց այդ գիշերը կարող եք դուք բարձաբանել, օրով հստակ կա, հա։ Քանի երեխա ունի Ղումաշյանը։ 3 անչափահաս երեխա։ 3 անչափահաս, մեկը կրծքով կերակրվում։ Շնորհակալություն։